Տարածաշրջանում ռազմական գործողությունների ֆոնին մեկնարկել է Հայաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Երևանում արդեն վայրեջք է կատարել Օմանից ժամանած առաջին տարհանման չվերթը։ Fly1 Armenia ավիաընկերության հատուկ չվերթը Մասկատից տեղափոխել է այնտեղ մնացած մեր քաղաքացիներին։ Ավիացիայի կոմիտեն դեռ ուղևորների հստակ թիվը պաշտոնապես չի հաղորդել։ Միևնույն ժամանակ անվտանգային նկատառումներից ելնելով որոշում է կայացվել նախատեսված ժամկետից շուտ Հայաստան վերադարձնել նաև Լիբանանում գտնվող Երևան երիտասարդական նվագախմբին, որը Բեյրութում մասնակցում էր Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնին։ Տարածաշրջանում լարված իրավիճակը մենք որոշում ենք կայացրել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձով վստահեցրել է ծնողներին, որ քաղաքապետարանը ակտիվորեն զբաղվում է երեխաների անվտանգ վերադարձի հարցով եւ մշտական կապի մեջ է Լիբանանում Հայաստանի դեսպանի եւ տեղական ավիափոխադրողի հետ։ Քաղաքապետարանի վերջին տվյալներով նվագախումբը այս պահին դեռևս գտնվում է Բեյրութում եւ աշխատանքներ են տարվում նրանց տեղափոխումը հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը մտել են Լիբանանի տարածք։ Մռնչացող առյուծ գործողության շրջանակներում իսրայելցի զինվորները գործում են հարավային Լիբանանում եւ տեղակայված են սահմանային գոտու մի քանի կետերում։ Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հայտարարության համաձայն զինվորականները աշխատում են երկրի հյուսիսային բնակիչների համար անվտանգային լրացուցիչ շերտ ստեղծելու ուղղությամբ։ Մասնավորապես թիրախային հարվածներ են հասցվում Հեզբոլլահի ահաբեկչական ենթակառուցվածքների դեմ, նպատակ ունենալով չեզոքացնել սպառնալիքները եւ կանխել Իսրայելի տարածք ներթափանցման ցանկացած փորձ։ Բեյրութի վրա Իսրայելի իրականացրած առաջին հարվածների հետևանքով ըստ Լիբանանի իշխանությունների զոհվել է ավելի քան 30 մարդ, իսկ մոտ 50-ը ստացել են տարբեր վնասվածքներ։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհվածների թվում է Հեզբոլլահի ղեկավար Մոհամմադ Ռադը։ Այսօրվանից մենք թևակողել ենք ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների նոր փուլ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, գիծ հրապարակելով կադրեր։ Իսլամական Հանրապետությունը շարունակում է թիրախավորել նաև արաբական երկրները։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին օրերս նշել է, որ իրենց նպատակը ոչ թե արաբական երկրների դեմ պատերազմելն է, այլ ամերիկյան ռազմաբազաները չեզոքացնելը։ Տեսանյութում երևում են Պարչինի ռազմաբազաները, որոնք գտնվում են Թեհրանից 30 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Հարավային Իրանի Մինաբ քաղաքում պայթյունի ձայները ընդհատվում են սգավոր մայրերի ողբով։ Մինաբում ընդամենը 48 ժամ առաջ հնչում էր աղջիկների ծիծաղը, այժմ արյան ու մոխրի մեջ, փլատակների տակ դիակներ են։ Շաջարաթ Հայեբե տարրական դպրոցի վրա իսրայելա-ամերիկյան հրթիռային հարվածը խլել է ավելի քան 180 մարդու կյանք, որոնց մեծ մասը անմեղ երեխաներ էին։ Կիրակի օրը փրկարարական աշխատանքները պաշտոնապես ավարտվել են, սակայն հարազատների համար մղձավանջը նոր է սկսվում։ Երկհարկանի դպրոցի կեսը հավասարվել է հողին։ Կարմիր մահիկի աշխատակիցները փլատակներից դուրս են բերում ոչ թե աշակերտների, այլ նրանց մարմնի մասերը եւ արյունոտված դպրոցական պայուսակներ։ Մինաբի դպրոցի դեպքը անմատերի չէ որևէ այլ միջադեպի հետ, նշել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը։ Նույնիսկ Գազայում միաժամանակ այսքան մեծ թվով աշակերտներ չեն զոհվել։ Թեև դպրոցը հարակից է եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաբազային, արբանյակային լուսանկարները փաստում են, որ 2016 թվականից այն ամբողջությամբ առանձնացված է եղել ռազմական տարածքից եւ ծառայել է բացառապես քաղաքացիական նպատակների։ Մինչ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարում է, թե ուսումնասիրում է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին տեղեկությունները, իսկ Իսրայելը հրաժարվում է մեկնաբանություններից, Մինաբի փողոցներում շարքով դրված են դիակները։ Այս հարվածը ամենամահաբերն է ռազմական գործողություններից ի վեր։ 4 օրերի ընթացքում Իրանի ողջ տարածքում զոհերի թիվը գերազանցում է 700-ը։ Լուսաբացին Իրանը հարվածել է Դուբայի մոտակայքում գտնվող ավստրալական զորքերի բազային, հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարկ Լեսը։ Իրանի վերնախավը զգուշացրել էր, որ ամերիկյան զորքերին աջակցող յուրաքանչյուր տեխնիկա իրենց թիրախում է, անկախ բոլոր հանգամանքներից։ Իսլամական Հանրապետության հարվածների հետևանքով Բահրեյնում հայտարարվել է օդային հարձակման տագնապ, լսվել են պայթյուններ, հայտնել է Թագավորության ներքին գործերի նախարարությունը։
Էր-Ռիադում ԱՄՆ դեսպանատանը հրդեհ է բռնկվել տեղի ունեցած պայթյուններից հետո։ Ավելի ուշ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ դեսպանատունը հրդեհվել է իրանական Շահեդ 136 անօդաչու թռչող սարքերի հարվածից։ Շարունակական ավիահարվածների է ենթարկվում նաև Իրաքը։ Էրբիլում հրթիռակոծության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Պայթյունների և հրթիռակոծությունների ֆոնին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև խաղաղությունը հնարավոր է Իրանի հետ պատերազմից հետո։ Նա նաև նշել է, որ պատերազմը անվերջ չի լինի, արագ և վճռական գործողություններ կլինեն։ Նեթանյահուի խոսքով Իրանը դասեր չի քաղել, կեսգիշերային մուրճ և առյուծի վերել գործողություններից, աջակցելով Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայիս գործողություններին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտություն չի տեսնում ԱՄՆ զորքեր ուղարկել Իրան։ Նրա այս խոսքերից հետո ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է իրանական հրթիռային սարքավորումների ոչնչացման տեսանյութը։ Չնայած զորքեր ուղարկելու միտում Թրամփը չունի, բայց զուգահեռ քննարկում են Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք Պատրիոտ և Թիհաատ հակաօդային պաշտպանության համակարգերի և հնարավոր է այլ ռազմական միջոցների վերաբաշխման հարցը։ Սա կարծես այլընտրանքային տարբերակ է հաշվի առնելով, որ Թրամփը պատրաստվում է դրանք ձեռք բերել, եթե իհարկե Իրանի հետ պատերազմը ձգձգվի։ Այս ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը։ Մեջբերում ցանկացած նավ, որը Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կձեռնարկի, կհայտնվի մեր թիրախում։ Մեջբերման ավարտը։ Պահապանների կորպուսը հայտարարել է, որ նեղուցը փակված է և թույլ չի տա նավթ արտահանել տարածաշրջանից։ Մենք թույլ չենք տա նավթի ոչ մի կաթիլ դուրս գա այս տարածաշրջանից, հայտարարել է կորպուսի հրամանատարի խորհրդական Իբրահիմ Ջաբարին։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակումից հետո Օմանի ծոցում Իրանի ոչ մի նավ չի մնացել։ Տեսանյութում երևում է հարձակումներից մեկը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ պատասխանել է. Իրանը պատրաստ է երկարաժամկետ պաշտպանության ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից։ Արաղչին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները անվանել է մեջբերում ոչ թե տարածաշրջանային պատերազմ, այլ պատերազմ Իրանի և Ամերիկայի միջև։ Մեջբերման ավարտը։ A city, when you think of it. That's good economic development. They're highly paid troops and they spend a lot of money. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին։ Սա տեղի է ունենում Իրանա-ամերիկա-իսրայելական հակամարտության ֆոնին։ Danke für die Frage. Wir sind hier im Weißen Haus und ich bedanke Այս հարձակումները լուրջ ազդեցություն են ունեցել համաշխարհային իրավիճակի վրա, արգելափակելով նավթի տեղափոխման կարևոր ուղիները եւ քաոս ստեղծելով միջազգային ավիացիոն ոլորտում։ Հանդիպման առանցքում լինելու են հենց Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները եւ դրանց հետագա քայլերը։ Կանցլեր Մերցի նպատակն է բարձել, թե ԱՄՆ-ն ունի հստակ ծրագիր հարձակումներից հետո ստեղծված իրավիճակը կառավարելու համար։ Թեև Գերմանիայում եւ ամբողջ Եվրոպայում կան մտահոգություններ այս հարվածների օրինականության վերաբերյալ, Մերցը հայտարարել է, որ չի պատրաստվում քննադատել իր գործընկերներին։ Ըստ նրա, նախկինում բոլոր փորձերը հետ պահել Իրանին միջուկային զենք ստեղծելուց կամ սեփական ժողովրդին ճնշելուց արդյունք չեն տվել։ Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ Թրամփը կարող է Մերցից ուղղակիորեն ռազմական կամ նյութական աջակցություն պահանջել Իրանի դեմ հետագա գործողություններում։ President Trump, sir, your message to the people. Զուգահեռաբար Գերմանիան եւ Ֆրանսիան արդեն հայտարարել է միջուկային զսպման ոլորտում համագործակցությունն ուժեղացնելու մասին։ Սա եվրոպական երկրների պատասխանն է Ռուսաստանից բխող սպառնալիքներին եւ Իրանի հակամարտության պատճառով ստեղծված անկայունությանը։ Մերցը փորձում է ամրապնդել Թրամփի հետ վերջին 1 տարում ձևավորված լավ հարաբերությունները, ինչին նպաստել է նաեւ Գերմանիայի պաշտպանական ծախսերի ավելացումը։ Բանակցությունների մյուս կարևոր թեման առևտրային հարաբերություններն են։ Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփի սահմանած մաքսատուրքերը ճանաչել էր անօրինական, սակայն նախագահը շարունակում է սպառնալ նոր սահմանափակումներով։ Մերցը նաև կներկայացնի իր վերջին այցի մանրամասները Չինաստանից, որտեղ հանդիպել էր Սի Ցինփինի հետ։ Թրամփին հետաքրքրում են այդ տեղեկությունները, քանի որ ինքը պատրաստվում է 1 ամսից մեկնել Չինաստան։ Կողմերը հավանաբար կքննարկեն նաև Չինաստանի տնտեսական ազդեցության դեմ միասնական ճակատ ձևավորելու հնարավորությունները։ That's not good.
Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը ռմբակոծվել է։ Խուճապահար մարդիկ, ամենուր դիակներ ու առաջին օգնության շտաբող անձնակազմ է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են վիրավորներին փորձում տեղափոխել մոտակա բժշկական հաստատություն, չնայած նրան, որ իսրայելական հրթիռները չեն խնայում անգամ հիվանդանոցները։ Սպանվածներից շատերը օտարերկրացիներ են, ովքեր դեսպանատուն էին եկել իրենց երկիր տեղափոխվելու նպատակով։ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս կատարվածին չի արձագանքել։ Աշխարհը ցնցած սպանություն, որը ավելի սրեց ոչ թե երկրների, այլ կրոնների միջև հակամարտությունը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը ցնծության մեջ էին։ Սրան հաջորդել էր Իսլամական Հանրապետության հայտարարությունը։ Սա ոչ թե պետությունների, այլ մուսուլմանների դեմ մղվող պատերազմ է։ Իսկ իրականում գերագույն առաջնորդի սպանությունը ըստ American Financial Times պարբերականի աղբյուրների համբերատար հետախուզության արդյունք է։ Ըստ պարբերականի Մոսադի հետախուզությունը մի քանի տարի շարունակ հետևել է Թեհրանում փողոցների երթևեկությանը, հասանելիություն ունենալով ճանապարհային լուսացույցների գրեթե ամբողջ համակարգին։ Դրա շնորհիվ իսրայելցիները կարողացել են հետևել Խամենեիի թիկնապահների եւ պահպանման ծառայության աշխատակիցների տեղաշարժին։ Բացի դրանից, հետախուզական ծառայությունը կարողացել է հասկանալ առաջնորդի գտնվելու վայրն ու ժամը, նաև բջջային ալեհավաքների ազդանշաններից, երբ դրանք խլացվում էին։ Պարբերականը միաժամանակ նշել է, որ առանց ամերիկյան կենտրոնական հետախուզական գործակալության օգնության իսրայելական Մոսադը չէր կարողանա իրագործել այս բարդ գործողությունը։ Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է մարտի 1-ին։ Իսրայելական հրթիռները ռմբակոծել էին առաջնորդի նստավայրը։ Մի քանի անգամ նրա մահվան մասին լուրերը հերքելուց հետո պաշտոնական Թեհրանը հաստատեց՝ Ալի Խամենեին զոհվել է։ Հարգելի քաղաքացիներ, Ջրային կոմիտեի նախագահ Արամազ Ղալամքարյանը հայտարարել է, որ 2 շաբաթ ժամանակ են խնդրել Վիոլա ջրի հետ աշխատելու եւ ջրանջատումների ժամանակացույցը վերանայելու համար։ Նախատեսված 7-ժամյա ջրանջատումները հնարավոր է կրճատել եւ հասցնել 3-ից 4 ժամի, ասել է Ղալամքարյանը։ Նրա խոսքով, չնայած կրճատմանը, գիշերային անջատումները դեռ անհրաժեշտ են, որպեսզի ամռանը ջրավազանները լցվեն եւ ցերեկը բավարար ջուր լինի։ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ, ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել եւ այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով։ Կառավարությունն արագացնում է նոր ջրաղբյուրների միացումը Երևանին եւ իրականացնում է նորոգման աշխատանքներ ջրի կորուստները նվազեցնելու համար։ Ղալամքարյանը նաեւ հայտնել է, որ ռոռոկման համակարգում կորուստները կազմում են 46-ից 50%։ Վիոլա ջուրը պարտավորվել է իջեցնել այդ ցուցանիշը, հասցնելով մինչև 55-ից 60%-ի։ Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են, նշել է ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա մասնավորապես անդրադարձել է կայքերից մեկում տարածված գրառմանը։ Սարգսյանի խոսքով յուրաքանչյուր հրապարակման դեպքում իրենք կապվում են հեղինակի հետ եւ խնդրում ներկայացնել կոնկրետ տվյալներ փաստերի հիման վրա հետագա ընթացքն ապահովելու համար։ Ինչպես բոլոր մյուս դեպքերում, այս անգամ էլ սոցցանցի օգտատերը չի ներկայացրել հաղորդում, չի տեղեկացրել, թե որ դպրոցի մասին է խոսքը կամ որևէ այլ տվյալ։ Ըստ Նարեկ Սարգսյանի, վիճակագրական տվյալների համաձայն 2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ 6 դեպք է գրանցվել, իսկ 2024-ին 7։ Նա նշել է, որ կախվածությունների բուժման ազգային կենտրոնում թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս։ Խոսնակը կոչ է արել զերծ մնալ չստուգված եւ անհիմն տեղեկություններ տարածելուց։